Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն «Պոակը» ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Այսօրվա հանդիպումը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Լիչք գյուղում։ Օրվա հյուրը դերասանուհի, ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանն է։ Տաթևիկ Մելքոնյան, դերասանուհի, ռեժիսոր։ Ծնվել է 1980 թվականին Վանաձորում։ 1997-ից 1998 թվականներին սովորել է Ռուսաստանի Տամբով քաղաքի Դերժինսկու անվան պետական համալսարանում, դերասանական ֆակուլտետում։ 1998 թվականին ընդունվել և 2001-ին կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, տիկնիկային թատրոնի դերասան բաժինը։ 2001 թվականից որպես դերասան աշխատում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային և Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոններում։ 2012-ից 2015 թվականներին խոսքի մշակույթ և դերասանական վարպետություն է դասավանդել Հայ-ռուսական համալսարանում։ 2016-ից դասախոսում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում բեմական խոսք և դերասանական վարպետություն առարկան։ 2023 թվականից Մեհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի տնօրենն է։ Մասնակցել է մի շարք միջազգային փառատոների, նշանակալի հաջողություններ գրանցել բազմաթիվ մրցույթներում։ 2018 թվականին ԱՊՀ Բալթյան երկրների Վրաստանի 3-րդ միջազգային փառատոնում արժանացել է Գրան Պրիի որպես «Ես այստեղ եմ» ներկայացման ռեժիսոր։ 2019 թվականին Տաթևիկին շնորհվել է Արտավազդ Հայաստանի ամենամյա թատերական մրցանակ տարվա լավագույն դերասանուհի անվանակարգում։ Բարև ձեզ։ Ես Տաթևիկ Մելքոնյանն եմ, դերասանուհի ռեժիսոր։ Շնորհակալ եմ, որ բոլորդ այսօր եկել եք։ Շատ հաճելի է, հուսամ մեր հանդիպումը հետաքրքիր կընթանա։ Սկզբում կարճ կներկայացնեմ ինձ, հետո թատրոնի այն տեսակը, որը ինձ հետ բերել եմ այսօր, և հետո հաճույքով կպատասխանեմ ձեր հարցերին։ Եթե թույլ կտաք, ես նստեմ։ Ես արդեն ասացի, որ դերասանուհի եմ և ռեժիսոր։ Ծնվել եմ Վանաձոր քաղաքում, այն ժամանակ կոչվում էր Կիրովական։ Մինչև 11 տարեկանը սովորել եմ այնտեղ, հետո տեղափոխվել ենք Ռուսաստան, այնտեղ ավարտել եմ դպրոցը, ընդունվել եմ ինստիտուտ, դերասանական բաժին, հետո արձակուրդին եկա Երևան, Հայաստան, ու որոշեցի, որ այլևս չեմ վերադառնալու։ Ուսումը շարունակեցի այստեղ, մնացի այստեղ և շատ առաջարկներ են եղել արտերկրում աշխատելու, բայց ես գերադասել եմ միշտ մնալ Հայաստանում, աշխատել Հայաստանում, ստեղծագործել Հայաստանում և հաճույք եմ ստացել հենց այստեղ ապրելուց։ Ինչպես եմ հայտնվել տիկնիկային թատրոնում, երբ երկրորդ կուրսից տեղափոխվեցի այստեղ, պատահական հայտնվեցի Ռուբեն Բաբայանի կուրսում։ Ռուբեն Բաբայանը, կարծում եմ շատերդ գիտեք, երկար տարիներ ղեկավարել է Երևանի Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը։ Եվ ավարտելով իր կուրսը հայտնվեցի տիկնիկային թատրոնում։ Ինչով է տարբերվում տիկնիկային թատրոնը թատրոնի մյուս տեսակներից, նույն դրամատիկ թատրոնից, իր հնարավորություններով։ Սովորական օրինակ բերեմ, եթե տիկնիկը կարող է օդում թռչել, մարդը չի կարող օդում թռչել, չէ՞։
Այսինքն տեխնիկային թատրոնի հնարավորությունները ավելի մեծ են։ Երևի թե միանգամից սկսեմ տեխնիկները ներկայացնելուց, բայց նաև կուզեմ, որ ձեզնից մի քանի հոգի մասնակցի այդ ընթացքին, օրինակ, սա պարզապես գունդ է, չէ՞։ Ինչ կարելի է անել այս գնդի հետ։ Կարող է որևէ մեկ ինձ մոտենալ։ Օրինակ, սովորական կյանքում սա կարող է լինել պարզապես գունդ։ Իսկ տեխնիկային թատրոնում ցանկացած առարկա, լինի դա վարագույր, լինի դա աթոռ, լինի դա այս գունդը, դառնում է տեխնիկ։ Օրինակ, եթե ես այսպես պահեմ իրեն, ինքը դառնում է տեխնիկի գլուխ։ Բնականաբար, չմոռանանք, որ հենց մեր ձեռքերը կարող են լինել տեխնիկ, հիմա դա էլ ցույց կտամ։ Պետք է կարողանաս տիրապետել նույնիսկ ամենահասարակ տեխնիկին, բայց կուզեմ, որ ինքներդ փորձեք։ Հիմա այս երեք մատը կպցնում եք իրար եւ փորձում եք հավասար աշխատեցնել, այսպես։ Օրինակ ծափահարել, տխրել, ուրախանալ։ Հասարակ էմոցիաներ են, որ ընդամենը գնդի օգնությամբ մենք կարողանում ենք հանդիսատեսին փոխանցել։ Բայց նույնիսկ առանց այս գնդի մենք կարող ենք ստանալ տեխնիկ։ Փոքր ժամանակ այսպես քայլել եք մատիկներով։ Իսում է բոլորը խաղացել են այսպես, չէ՞։ Բայց եթե օրինակ դրեք ձեռքը, այսպես մենք կարող ենք գլուխ ստանալ։ Փորձեք, քիթ առանձնացրեք, այսպես ամուր սեղմեք ու քիթ առանձնացրեք։ Հիմա թեքեք այն կողմ նայեք, այս կողմ նայեք, գլխով արեք, բարևեք, բայց այս մատն էլ որ կարողանանք բացել և ուղիղ պահել, այս մեկը ծալել։ Այս մեկը ես կպահեմ, որովհետև այդքան էլ հեշտ չի։ Դարձավ տեխնիկ։ Այո։ Շնորհակալություն, դուք ինձ շատ օգնեցիք, խնդրեմ։ Ես հիմա ցույց տվեցի ձեզ տեխնիկի ամենապարզունակ ձևը, որ փոքր տարիքից սկսած դուք եք փորձել եւ կարծում եմ տեսել եք։ Հիմա միանգամից ուզում եմ սկսել ինձ համար ամեն դեպքում ամենաբարդ տեխնիկից։ Նայեք, եթե ես այս տեխնիկը պարզապես այսպես դնեմ, ինքը դառնում է առարկա, ինքը դառնում է անշունչ ինչ-որ մի բան, որը թեթև շարժումից արթնանում է և կենդանանում է։ Բայց եթե դու կարողանաս ամբողջությամբ տիրապետել տեխնիկին, օրինակ ամենաբարդ տեխնիկն է խամաճիկի իսկապես, որովհետև նախ ամենահեշտ խճճվող տեխնիկն է, և երկրորդը տեսեք քանի թել կա։ Օրինակ սա ձեռքերն են, սա արմունկներն են, սա այս կողմ և այս կողմ, բայց որպեսզի աշխատեցնենք, մի ձեռքով կարողանանք աշխատեցնել, տեսնում եք այստեղ։ Դուք թատրոնում միայն այսքանն եք տեսնում, դուք չեք տեսնում դերասանը ինչպես է աշխատացնում տեխնիկը։ Եվ ամբողջ գաղտնիքը դրանում է, բայց դերասանը պետք է կարողանա տիրապետել միանգամից, տեսեք թելերը ես ոնց եմ պահում, որպեսզի ես միասին աշխատացնեմ և արմունկը և ձեռքերը, պետք է մատները շատ հմուտ լինեն դրա համար։ Տեխնիկը այսպես կարող է քայլել, տեխնիկը այսպես կարող է պարել, բայց ես անպայման կուզեմ, որ ձեզնից մեկը գա և փորձի։ Իրականում սա տարիների փորձ է պահանջում։ Մենք հիմա պարզապես փորձում ենք ծանոթանալ բարդ տեխնիկային։ Կարողանում եք
քայլել։ Հիմա արդեն փորձեք ձեռքերը միանալ։ Մի ձեռքը տեխնիկը միշտ պետք է դեմքով լինի, միշտ չէ հիմնականում։ Հիմա փորձեք ձեռքերը աշխատացնել։ Արմունկները եւ փորձեք որ ինքը քայլի։ Հիմա տեսեք, ինքը այսպես քաոսային շարժումներ է անում, որովհետև ամեն դերասանը պետք է ամեն տեխնիկի հետ ծանոթանա, նույնիսկ դերասաններ կամ որ թելեր իրենք են անցկացնում, որպեսզի չափը զգան եւ մանրակրկիտ աշխատանք է խամաչիկի հետ աշխատել, որպեսզի տեխնիկը ուղղակի չթափահարվի, այլ կատարի կոնկրետ գործողություններ։ Հիմա անցնենք հաջորդ տեխնիկին։ Սա ստվերային թատրոնի տեխնիկ է։ Ինքը այսպես հենվում է էկրանին։ Եվ այս տեխնիկը կարող են աշխատացնել եւ մի հոգի եւ երկու հոգի։ Հիմա եթե որևէ մեկը ձեզնից մոտենա, ես կփորձեմ, եկեք։ Հիմա նայեք։ Ես կարող եմ մենակ աշխատացնել, այսպես, հա, թևերը շարժելով։ Բայց դուք կարող եք նաեւ ինձ օգնել, օրինակ ես մեկը պահեք, ես այսպես, պատկերացեք էկրանի վրա է։ Ուր տանեմ ինքը թեքվում է այսպես, դուք մի թաթիկն եք աշխատացնում, ես մյուսը, այսպես, բայց որպեսզի մենք կարողանանք միասին աշխատել, մենք պետք է կերպարի վրա աշխատենք, իմանանք շարժումները, որ պարզապես էլի տեխնիկը չթափահարվի, այլ լինի կերպար, գործող անձ։ Ուզում եք ինքնուրույն փորձել, այսինքն մի սպասեք, մի ձեռքով բռնում եք սա, եւ մի ձեռքով փորձում եք բռնել այս երկուսը։ Իհարկե դա շատ բարդ է եւ իսկապես պահանջում է տարիների աշխատանք։ Շատ զգույշ պետք է լինել, որովհետեւ այս տեխնիկները շատ շուտ են փչանում, տեսնում եք ինչ բարակ են։ Այսպես ինքը կարող է էկրանի վրա թռչել այս կողմ, թռչել այս կողմ, այսպես։ Ուզում եք այս մի րոպե պահեք այստեղից եւ այս մեկը մի ձեռքով, այս երկուսը, զգույշ, հիմա գնացեք այն կողմ, ես կարծում եմ, որ մյուս բարդ տեխնիկը ամենահեշտը ամենավերջում ցույց կտամ։ Բարդ տեխնիկը ձողիկավոր տեխնիկն է, որովհետև իրեն անընդհատ պահում ես այսպես վերևում։ Եթե հիմա բոլորդ փորձեք ձեռքերը բարձրացնել, այսպես բարձրացրեք։ Ինչքան կարող եք այդպես պահել այս դիրքով։ Ինչ-որ մեկը շատ, ինչ-որ մեկը քիչ, բայց մի ժամ, 2 ժամ, 3 ժամ շատ դժվար է, հավատացնում եմ ձեզ։ Տեխնիկավար դերասանները պարտադիր, մինչև տեխնիկին տիրապետելը վարժանքներ են անում։ Հատուկ վարժանքներ կան, որ միայն տեխնիկավարներն են անում։ Դրամատիկ թատրոնի դերասանները դա չեն անում, դա իրենց պետք չի։ Քանի որ երբ որ տեխնիկ այս դիրքում երկար պահում ես ու հոգնում ես, տեխնիկը սկսում է դողալ, ու հանդիսատեսը դա պարտադիր տեսնում է ու դա շատ վատ է։ Այսինքն, որպեսզի դառնալ տեխնիկային թատրոնի դերասան, շատ դժվար ճանապարհ պետք է անցնել եւ շատ վարժանքներ պետք է անել։ Ահա, այս տեխնիկը Անահիտ ներկայացումից է, հենց Անահիտի կերպարն է։ Ես հիմա ձեզ գաղտնիք ցույց տամ, ինչպես է գլուխը պտտվում։ Այստեղ հատուկ, մի րոպե, հատուկ բան կա այսպես, որը պտտվում է եւ դրա շնորհիվ գլուխն էլ է պտտվում։ Այսինքն հատուկ տեխնիկա կա տեխնիկա աշխատացնելու համար եւ ձեռքերը տեսեք որտեղից է կպած որպեսզի ինքը կարողանա հանգիստ աշխատել բոլորը տեսնում են Տեխնիկային թատրոնը ունի շատ յուրահատկություններ
Տեխնիկային թատրոնում, հիմա կտամ կփորձեք, տեխնիկային թատրոնում չի կարելի պատահական այսպիսի շարժումներ անել, տեսնում եք տեխնիկը ինչ վատ վիճակում է հայտնվում, չի կարող ուղղակի արագ-արագ ինչ-որ բաներ անել, ամեն շարժում տեխնիկային թատրոնում պահանջում է աշխատանք, այսինքն ես հայելու առաջ դերասանս աշխատում եմ և փորձում եմ գտնել այն դիրքը, որի օգնությամբ ես կարող եմ տվյալ ապրումը փոխանցել հանդիսատեսին։ Զարմացավ, տխրեց, հա, տեսնում եք, յուրաքանչյուր շարժում շատ կարևոր է տեխնիկային թատրոնում, խնդրեմ, աչով, գտակ ետ, փորձեք գլուխը, բայց պետք է մի քիչ բարձր պահեք, փորձեք քայլել, այո, դեպի կողք, միայն գլխով նայեք հանդիսատեսին, չէ, միայն գլխով, պտտեք, իջեցրեք գլուխը, ձեռքերը, շնորհակալ եմ, հիմա նայեք տեխնիկին, մի շատ կարևոր գաղտնիք կա, էդ էլ ասեմ ու փորձենք, տեխնիկային թատրոնում դերասանը պարտադիր նայում է միայն տեխնիկին, եթե ես որպես դերասան, այս տեխնիկով ցույց տամ, տեխնիկը վարեմ և նայեմ ձեզ, դուք նայելու եք ինձ, դուք տեխնիկին չեք նայելու, եթե ես նայեմ տեխնիկին, դուք անկախ ձեզնից նայելու եք միայն տեխնիկին, դա պարտադիր պայման է տեխնիկային թատրոնում, բայց այս տեխնիկին հետո կանդրադառնանք, խնդրեմ, շատ լավ բան եք գտել դիրք, մտածկոտ, քայլեք, նայեք հանդիսատեսին, ձեռքերը աշխատացրեք, չէ, ուղղակի չէ, ինչ-որ մի ժեստ, եկեք ես պահեմ, ձեզ ավելի հեշտ կլինի, դուք սկսեք ինչ-որ մի ժեստ ցույց տալ, էմոցիա որևէ, շնորհակալ եմ շատ, եկեք անցնենք մյուս տեխնիկին, սա ինձ համար ամենահեշտ տեխնիկի ձևն է, ինքը կարող է այսպես նստել, նայել ձեզ, այսպես քայլել, այսպես նստել, ինքը ավելի պարզ է իր աշխատացնելու ձևը ավելի պարզ է, տոտիկները կարող են առանձին աշխատել, այս տեխնիկը կարող ենք և երկուսով վարել, ինչ-որ մեկ ուզում է գալ, կարող եք այս մի ձեռքով պահել, այն մի ձեռքը վարել, ես էլ այս մյուսը, իսկ կարող ենք քայլել, չէ, այս պարագայում մենք պետք է գտնենք որևէ ելք պահեք, մյուս դերասանը կամ գեղարվեստական լուծում պիտի գտնել, տեխնիկը չի կարող մարդու պես, անպայման այսպես քայլերը դնել, եկեք այստեղ ցույց տանք, որ ավելի հեշտ լինի, բարձր պահեք, այսպես, այսպես բարձր պահեք, փորձեք նստեցնել, չէ, տեխնիկը, որպեսզի ինքը նստի, ոչ թե դուք նստեցնեք, քայլեց, ու նստեց, սա անբանհուրի ներկայացումից հենց հուրի տեխնիկն է,
Փորձեք իջնել։ Տրեք ներքև։ Կարող եք քայլել։ Եկեք առաջ։ Կարող եք աթոռի վրա փորձել։ Այդքան էլ հեշտ չի պահել։ Տեսակ ոտքերը թարսվեցին, այսինքն անընդհատ մենք պետք է ուշադիր լինենք, որ նման բաները չպատահեն։ Շնորհակալ եմ շատ։ Ես հիմնական ձևերը տեխնիկների ձեզ այսօր ներկայացրեցի եւ շատ կուզեի նաեւ ձեզ հետ զրուցել, հուսամ դուք հարցեր ունեք, որոնց ես կկարողանամ պատասխանել։ Իսկ ինչպես որոշեցիք, որ պետք է զբաղվեք հենց տեխնիկային թատրոնով։ Իրականում ես շատ ուշ եմ որոշել, որ պետք է զբաղվեմ հենց տեխնիկային թատրոնով, երևի թե երկրորդ կուրսում, երբ հայտնվեցի Ռուբեն Բաբայանի մոտ, այդ ժամանակ հասկացա, որ այո, ես պետք է աշխատեմ տեխնիկային թատրոնում, սակայն ես հիշում եմ, որ փոքր ժամանակվանից մենք երեխաներով կազմակերպում ենք այդպիսի ներկայացումներ տեխնիկներով եւ ցույց ենք տալիս մեծերին, փոքրերին, այդ հակումը ունեցել եմ միշտ, բայց մինչեւ երկրորդ կուրսը ես տրամադրված չեմ եղել, որ զբաղվելու եմ հենց տեխնիկային թատրոնով։ Իսկ հիմա ստացվում է, որ արդեն 24-25 տարի ես աշխատում եմ նաեւ տեխնիկային թատրոնում։ Մենք ձեզ շատ ենք տեսնում ֆիլմերում, հեշտ է համատեղել ֆիլմը եւ թատրոնը միմյանց հետ։ Տեսեք, հեշտ է համատեղել իհարկե ֆիլմը թատրոնի հետ, սակայն ես գիտակցում եմ, որ դրանք շատ տարբեր են իրարից։ Այնինչ կատարվում է ֆիլմի նկարահանման ժամանակ թատրոնի հետ շատ քիչ կապ ունի, որովհետև թատրոնը կենդանի օրգանիզմ է, թատրոնում դու այս պահին ինչ արեցիր, դա էլ մնալու է, այսինքն իսկ կինոյում դու եթե ինչ-որ դուբլ լավ չեղավ, նորից կարող ես նկարվել, նորից այնքան, որ դուբլը լավը լինի։ Թատրոնը իհարկե շատ ավելի բարդ է, շատ ավելի ռիսկային է եւ թատրոնը ավելի շատ համարձակություն է պահանջում, քան կինոն, ինձ համար։ Այնպես որ չնայած այդ ամենին, որ ավելի բարդ է, ես միշտ սիրել եմ ավելի շատ թատրոնը եւ ֆիլմերում այդքան շատ դերեր չունեմ, ինչքան որ թատրոնում։ Ռեժիսոր դառնալու համար ինչ հմտություններ են հարկավոր, ինչ-որ խորհուրդներ կտաք։ Շնորհակալ եմ, ցանկացած մասնագիտության տիրապետելու համար պետք է տաղանդ առաջին հերթին, եթե դու տաղանդավոր բժիշկ ես, ավելի լավ է դու լինես տաղանդավոր բժիշկ, եթե դու տաղանդավոր դերասան ես, ավելի լավ է լինես դերասան։ Ռեժիսորի համար, եթե արդեն իսկ տաղանդը կա, պետք է կարողանալ շատ ուսումնասիրել, հետևել, տեսնել, հիշել ու երևի թե նաև կյանքի փորձ, այսինքն դու քո մեջ ապրումներ պետք է ունենաս ու նաև լինես հոգեբան։ Այսինքն ռեժիսորը շատ ավելի փորձ պետք է ունենա կյանքի, քան դերասանը իմ կարծիքով, որպեսզի կարողանա դերասանին տալ այն խնդիրները, որոնք որ հարկավոր են տվյալ ներկայացման համար։ Ձեր ամենասիրելի ֆիլմը ո՞րն է եղել, որ դուք նկարվել եք։ Շնորհակալ եմ, ամենասիրելի ֆիլմը, որ ես նկարահանվել եմ, ես որպես ֆիլմ չեմ դա անցալում, դա պարզապես եղել է աշխատանք այն արտիստների հետ, որոնց հետ ես երազեի աշխատել, օրինակ Ռաֆայել Քոթանջյանի հետ, Մսրյանի հետ, դա եղել է Արմեն Ռոնովի ֆիլմը։ Ինքը կարծում եմ, որ ոչ ոք չի տեսել կամ շատ քչերն են տեսել, որովհետև ինքը ավելի շատ փառատոնային ֆիլմ է եղել, բայց ուզում եմ ասել, որ ինձ համար այդտեղ այդքան ֆիլմը չէր կարևոր, ինչքան այն դերասանները, որոնց հետ ես փոքր տարիքից երազում էի գոնե տեսնել ու այդպես շփվել։
Ինձ հետաքրքիր է թե մոտավորապես քանի տարի է պետք, որպեսզի ամբողջարովին կարողանանք տիրապետել տեխնիկային թատրոնին։ Տեսեք, ինստիտուտում 4 տարի, բայց բոլոր դերասանները, լինեն դա տեխնիկային թատրոնի դերասաններ, թե դրամատիկ թատրոնի, սովորում են ամբողջ կյանքում, որովհետև ամեն տարիքի հետ դու նոր փուլ ես անցնում աշխատանքային և անընդհատ սովորում ես, երևի թե բժիշկների պես, բժիշկներն էլ անընդհատ սովորում են, անընդհատ կատարելագործվում են, ամբողջ կյանքում պետք է սովորել։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը մանկությունից։ Դա մի անգամ չի եղել, ամենաջերմ հիշողությունը, երբ որ ծնողներդ գալիս էին տուն, ես միշտ հիշում եմ, երբ ուզում եմ մորս հիշել օրինակ, ես հիշում եմ, երբ ինքը գալիս էր տուն, ես սպասում էի, ես գնում էի հատուկ, այդպես աստիճան ունեինք, նստում էի և սպասում էի, երբ է ինքը գալու, ինքը գալիս էր միշտ այդպես կամ պաղպաղակով, կամ ինչ-որ մի հետաքրքիր բանով, այդպես ջերմ հիշողություններին։ Որն է եղել դպրոցական ամենասիրելի առարկան։ Ամենասիրելի առարկան եղել է գրականությունը, Հայաստանում այլ պատկեր էր, Ռուսաստանում արդեն այլ պատկեր և հետաքրքիր էր, որ այն տարիներին, երբ ես սովորում էի, արգելված գրողներին սկսեցին բացահայտել և ես հաճույքով ծանոթացել եմ այդ արգելված գրողների ստեղծագործությունների հետ։ Ով է ամենամեծ դերն ունեցել ձեր մասնագիտության ընտրության հարցում։ Մասնագիտության ընտրության հարցում կարծում եմ և հայրս և մայրս, որովհետև հայրս նկարիչ է եղել, մայրս ուսուցչուհի է եղել, բայց շատ մեծ կապ է ունեցել էլի արվեստի բնագավառի, թե մարդկանց հետ, թե հենց արվեստի հետ և այդ միջավայրը և ծնողներիս վերաբերմունքը դեպի արվեստ նպաստել է, որ ես ընտրեմ այս մասնագիտությունը, չնայած, որ ինձ համոզում էին, որ այս մասնագիտությունը չընտրեմ։ Եթե նորից հնարավորություն ունենայիք մասնագիտություն ընտրելու, ինչ կընտրեիք։ Ես արդեն ճիշտ ասած չեմ պատկերացնում ինձ այլ մասնագիտության մեջ, բայց եթե ընդհանրապես այս մասնագիտությունը չլիներ, նույնիսկ մտածել եմ դրա մասին, հավանաբար կընտրեի հոգեբանի մասնագիտությունը, որը շատ մոտ է մեզ, մենք էլ ենք ուսումնասիրում մարդուն, մարդու ներաշխարհը և հոգեբանի մասնագիտությունը այդ առումով նաև հետաքրքիր է և ես սիրում եմ ուսումնասիրել թե մարդուն, թե բնությունը, մարդուն բնության մեջ։ Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու մեկ օր ձեր անցյալից կամ ապագայից, որ օրը կընտրեիք։ Ես կընտրեի անցյալը և հանդիպում այն մարդկանց հետ, որոնց ես շատ կարոտում եմ և նրանք չկան հիմա իմ կողքին։ Ինչն է ձեզ խանգարել ապրել այնպես, ինչպես երազել եք։ Երևի թե խանգարել է իմ բնավորության մի գիծը, որը հիմա ավելի քիչ արտահայտվում, ես շատ անհամբեր էի և շտապում էի ապրել։ Եթե հանդիպեիք ինքներդ ձեզ մանուկ հասակում, ինչ խորհուրդ կտայիք ապագայի համար։ Ավելի շատ հետևել խորհուրդներին, որոնք ես աշխատում էի չնկատել։